Ներգաղթողները պարտադիր չէ որ լինեն հայեր եւ դա կատարվեց ձեր հայտարարությունը կատարվեց գրեթե միաժամանակ երբ Ալիևը հայտարարեց 300,000 ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցվելու մասին Ինչքան էլ ուզեք որ Ալիևի պահանջները կատարվեն չեն կատարվելու ինչքան ուզեք Ինչքան ուզում է բարձրաձայնեք Ալիևի պահանջների մասին, տարբեր, այս պահանջի, մյուս պահանջի, Ալիևի խոսնակի կամ խոսափողի դեր, ինչքան ուզում ա տանեք, մեկը տեղի չեն ունենալու այդ պահանջները, այդ մեկ։ Եվ կարող եք պարզապես պրեսայի մամուլի մոնիտորինգ անել եւ տեսնել, թե Ալիևի պահանջների մասին Հայաստանի Հանրապետություն ով է խոսում։ Ձեր խմբակցությունից զատ երևի միայն ձեզ հարող ուժերը։ Ինչ վերաբերում է բուն հարցերին, ուրեմն ժողովրդագրությունը այո մեր կարևոր, եթե ոչ ամենակարևոր ուղղություններից մեկը պետք է լինի եւ ոչ միայն մեր նախարարության, այլ ընդհանրապես կառավարության եւ պետության, որովհետեւ իջեցող բնակչությամբ, ծերացող բնակչությամբ, քիչ ծնելիության բնակչությամբ երկրները չեն կարողանալու նաև տնտեսապես կայուն լինել եւ սրան առերեսվում են աշխարհի գրեթե բոլոր երկրները նույնիսկ այն ավանդական մեծ եւ երբեմն ծնելիությունը սահմանափակող քաղաքականություններ վարող երկրներ օրինակ նույն Չինաստանը որը նույնպես կանգնած է դեմոգրաֆիական մեծ խնդիրների առջև մեր բյուջետային ծրագրերում այս պահին եղած միջոցառումներից ժողովրդագրության բաժնում երկու ծրագիր են որ հիմնական աճը ապահովում են դա երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագիրն է ինչը խոսում է նրա մասին որ այն ընթանում է բավական բարեհաջող եւ մենք այս մասով այն ավելի լավացնելու անհրաժեշտություն իհարկե ունենք որտեղ մենք գիտենք որ նաեւ երեխա ունենալուն որոշում կայացնելուն ընտանիքներում նպաստում է բնակարանային ապահովման հարցը, եթե նրանք ունեն համապատասխան չափի եւ պայմանների բնակարան, նրանք ավելի հեշտ են այդ որոշումը կայացնում, եթե չունեն ավելի դժվար եւ սրա տրամաբանությունը այս է եւ աշխարհի շատ երկրներ, որտեղ ժողովրդագրական ծրագրեր են իրականացնում, բնակ ապահովումը անպայման իր տեղը ունի եւ երկրորդ ծրագիրը դա ընտանիքում 3 եւ ավելի ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխային տրվող նպաստի ծրագիրն է, որը աճ ունի